Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գտնվում է պաշտոնական այցով Իսրայելում և կարևորագույն համաձայնությունների են հասել Հնդկաստանը և Իսրայելը, և դա անմիջապես կապ ունի նաև մեր հետ, որովհետև Հայաստանի համար Հնդկաստանը կարևորագույն ռազմաքաղաքական դաշնակից է, և դրա ապացույցը վերջի այն մատակարարումները, որը մենք արդեն տեսել ենք Պաշտպանության նախարարության կողմից հաստատված և ցույց տված մեզ, միևնույն ժամանակ մենք գիտենք խոսքին Pralay բալիստիկ հրթիռների մասին շարունակվող բանակցությունները և ուրիշ միջոցների մասին առհասարակ համագործակցությունը։ Նարենդրա Մոդիի այցը պատմական և կարևոր է։ Սա առհասարակ երկրորդ այցն է Հնդկաստանի ղեկավարի դեպի Իսրայել պատմության ամբողջ ընթացքում։ Մոդին խոսել է Կնեսեթում, Իսրայելի խորհրդարանում և այդտեղ խոսել է պատմական կապերի մասին հնդիկների և հրեաների միջև։ Նաև ուղիղ և աներկբա քննադատել է հոկտեմբերի 7-ին Համասի կողմից տերորիստական խմբավորման հարձակումը Իսրայելի վրա և քննադատել է առհասարակ ահաբեկչությունները։ Մոդին ասել է, որ Հնդկաստանը պինդ կանգնած է Իսրայելի կողքին և պատրաստ է խորացնել ռազմավարական հարաբերությունները, նաև հայտարարել է, որ հույս ունի, որ խաղաղության գործընթացը տարածաշրջանում կշարունակվի, այդ թվում Ավրահամի այդ համաձայնությունների միջոցով, որոնց մասին մենք գիտենք, արաբական պետությունների հետ խաղաղության հասնելու գործընթացով։ Եվ պետք է ասել, որ այս այցը կոնկրետ տեղի է ունենում, երբ Իսրայելը փորձում է ձևավորել այսպիսի մի շղթա պետությունների, որոնք իր գլխավոր դաշնակիցներ են տարածաշրջանում։ Սա մի կողմից Կիպրոս և Հունաստանն է, մյուս կողմից դա Միացյալ Արաբական Էմիրություններն են և Հնդկաստանը առանձին։ Եվ մենք սա տեսնում ենք իհարկե զուգահեռ այն գործընթացների, որ Իսրայելը ունի լրջագույն խնդիրներ շիա պետության հետ, Իրանի, այսինքն որը Իրան առաջնորդ է համարում շիա պետություններում, և նաև սուննիտական ճակատի։ Այս հարցի մասին մենք ձեր հետ միասին վերջերս նաև խոսել էինք Թուրքիայի, Կատարի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միավորման, մեկ իսլամական ՆԱՏՕ ձևավորման մասին, և հաշվի առնելով սա, հարգելի հայրենակիցներ, այս այցը Հայաստանի համար հատկապես շատ կարևոր է։ Ուստի հիմա մանրամասն կխոսենք այս բոլոր կարևոր տեղեկատվությունների մասին։ Առաջին պետք է ասել, որ երկկողմանի ներդրումային փաստաթուղթ է ստորագրվել դեռ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին Նյու Դելիում և ապահովել է այն, որ տեղի կունենան ուրեմն համագործակցություն Հնդկաստանի հետ։ Ըստ վերջի տեղեկատվությունների առևտուրը 4 միլիարդ դոլարի է արդեն հասել Հնդկաստանի և Իսրայելի միջև։ 2025 թվականի նոյեմբերին, այսինքն վերջերս, սկսվել են արդեն և ակտիվ գնում են առաջ բանակցությունները ազատ առևտրի մասին։ Առաջի այդ փուլը ազատ առևտրի մասին բանակցությունների տեղի ունեցավ հիմա փետրվարի 23-ին Նյու Դելիում, և Հնդկաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ այս փաստաթուղթը ազատ առևտրի մասին լուրջ հնարավորություն կլինի նրա համար, որ Իսրայելի հետ հարաբերությունները խորացնեն բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբերանվտանգության, գյուղատնտեսության և արտադրության ուղղությունով։ Այս այցի ժամանակ սպասվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում, և ինչպես Հնդկաստանի պետական մամուլը հայտարարել է, Մոդին և վարչապետ Իսրայելի Բենյամին Նեթանյահուն կանցկացնեն բանակցություններ անվտանգության, պաշտպանության, գիտության, տեխնոլոգիաների, առևտրի և ջրի ռեսուրսների կառավարման ուղղությամբ և դրանից հետո մի շարք փաստաթղթեր կստորագրվեն։ Այս փուլում որևէ փաստաթղթեր հանրային չեն, բայց տարբեր, այդ թվում իսրայելական վերլուծաբանները համարում են, որ խոսք կարա գնա ընդհանուր հատուկ այդպիսի հոբ համակարգերի ձևավորման և զարգացման մասին։ Բացի դրանից արհեստական բանականության ոլորտում և կիբերանվտանգության ոլորտում համագործակցությունը և ազատ տնտեսության մասին փաստաթուղթ ձևավորելը։ Բայց ամենակարևորը սկսում ենք հենց ռազմականից։ Ռազմական ոլորտը
Jerusalem Post պարբերականի տեղեկատվությունով փաստացի ներառում է 8-ից 10 միլիարդ դոլար եւ պետք է ներառի իսրայելական հատկաօդային պաշտպանության բոլոր 4 այդ շղթաները եւ դա պետք է վերաբերվի հեռու աշխատող խոփ համակարգներ Arrow 3, միջին ուրեմն հեռակայության նաեւ համակարգներ, որոնք շատ կարևոր նոր լազերային տեխնոլոգիաների վրա են հիմնված եւ դա Davt-ի պարսատիկն է, որի մասին մենք ձեր հետ խոսել ենք, ինչպես նաեւ ավելի մոտիկ հեռակայության վրա աշխատող ուրեմն երկաթի գմբեթը մեր համար լավ ծանոթ եւ նաեւ ուրիշ ուրեմն լազերային համակարգը, որը շատ նոր է, Iron Beam է կոչվում կամ երկաթե ճառագայթ եւ այս երկաթե ճառագայթը ասեմ ձեզ, որ ATS-ների եւ հրթիռների, փոքր հրթիռների դեմ շատ էֆեկտիվ է, նույնիսկ այս օրերի ընթացքում այս այսի ժամանակ իսրայելական տարբեր ալիքները տարածել են եւ մեզ ցույց են տվել հաստատ, որ հենց բանակցությունների գլխավոր ուղին վերաբերվում է Iron Beam, այսինքն ուրեմն այս երկաթե ճառագայթ լազերային համակարգին, որը ATS-ները ոչնչացնում է հեշտությամբ, գրեթե անվճար կարելի ասել, այսինքն լազերը օգտագործել այս ճառագայթը օգտագործել այս ուղղությամբ շատ էֆեկտիվ է եւ սա ամենաառաջատար տեխնոլոգիաները եւ հարցը գալիս է ATS-ների եւ հակ-ATS-ների դեմ գործունեության, այսինքն Հնդկաստանը ուզում է ամենաթարմ հնարավորությունները ունենալ ATS-ների դեմ պայքարելու, ինչու? Որովհետեւ Պակիստանը ունի այս ATS-ները, հատկապես թուրքական ծագում ունեցող ATS-ները եւ Հնդկաստանը պատկերացնում է, որ Իսրայելի տեխնոլոգիաների հետ միասին կարող է հարցը լուծել։ Մեզ սա շատ է հետաքրքրում, բայց խոսենք դրա մասին մի փոքր ավելի ուշ, դեռ ամբողջությամբ կներկայացնեմ ձեզ բոլոր այն համագործակցությունը, որոնց մասին խոսք է գնում։ Նաև խոսք է գնում նրա մասին, որ Հնդկաստանը պետք է սկսի Make in India ծրագիր, այսինքն արտադրի հոբ համակարգների մի մասը իր տարածքում իսրայելական աջակցությամբ։ Եվ այդ հոբ համակարգները պետք է լինեն ինտեգրված Իսրայելի Սուդարշան չակրա համակարգի, ուրեմն իրանց ազգային հոբ համակարգի մեջ, ինչը շատ հետաքրքիր է, այսինքն ինտեգրացումը տեղի ունենում։ Հիշեցնեմ ձեզ, ով չի դիտել այդ վերլուծությունները, որ Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են եւ փաստացի Իսրայելը ապահովելու է Կիպրոսի եւ Հունաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի ձևավորում, այսինքն մենք արդեն այստեղ ունենք մի կողմից կոնկրետ Հունաստան-Կիպրոսում իսրայելական հակաօդային պաշտպանության ձևավորում, մյուս կողմից Հնդկաստանում հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորում նաև իսրայելական հիմքի վրա։ Բացի դրանից համագործակցությունը ներառում է կոնկրետ հարվածային ATS-ներ, այդ թվում Elbit Hermes 900, նաև շատ հետաքրքիր ուրեմն հրթիռներ Rampage եւ Icebreaker, բալիստիկ հրթիռներ LORA, որը ունի Ադրբեջանը, եւ այսպիսի ուղղորդվող ռումբեր Spice 1000, եւ այս ամենը պետք է լինի ուրեմն ոչ միայն պետք է Հնդկաստանը գնի սա, այլ Հնդկաստանը պետք է սա արտադրի նաև իր տարածքում եւ գնի տեխնոլոգիաները կամ ստանա տեխնոլոգիաները Իսրայելից այս բոլոր ուղղություններով։ Պետք է ասել, որ վերջի 4 տարվա ընթացքում հարգելի այրնակիցներ Հնդկաստանը Իսրայելից գնել է 21 միլիարդ դոլարի զենք, ինչը ընդհանուր առումով 34%-ն է իսրայելական արտահանման տեխնիկայի, այսինքն երրորդ մասը, ինչ Իսրայելը արտահանում է, գնում է Հնդկաստան։ Եվ սա հսկայական մաս է, այսինքն հասկանում եք, 1/3-ը գնում է դեպի Հնդկաստան։ Եվ հիմա վերջերս այս փաստաթղթերը, որի մասին հիմա խոսում ենք, եթե ստորագրվեն, Հնդկաստանը կդառնա ամենախոշոր գնողը իսրայելական զենքի։ Ամենակարևոր բաղադրիչը այստեղ նաև հիշում եք Հնդկաստան-Պակիստան ռազմական գործողությունների ժամանակ Պակիստանը, որ կարողացավ մի շարք առաջընթաց ապահովել, այդ թվում ATS-ների ոլորտում, թուրքական ATS-ների շնորհիվ, Հնդկաստանը հաշվի է առել այս վտանգները եւ կոնկրետ բանակցում է Իսրայելի հետ համատեղ լազերային ճառագայթային համակարգներ հակաօդային պաշտպանության ստեղծելու ուղղությամբ հենց
կոնկրետ ԱԹՍ-ների դեմ։ Եվ հաշվի առնելով, որ Հայաստանը գնում է Հնդկաստանից նաև տարբեր ռազմական միջոցներ, ապա այս հարցերը պետք է լինեն նաև շատ ակտուալ մեր համար եւ պետք է օրակարգում լինեն։ Կարծում եմ սա շատ կարևոր եւ հետաքրքիր է։ Բացի դրանից, իսրայելական դիվանագետները հայտարարում են, որ բանակցությունները վերաբերում են արհեստական բանականության, նաև կիբերանվտանգության եւ Մոդին այցելել է տեխնոլոգիական կենտրոն Թել Ավիվում, որտեղ որ նաև քննարկել են հնդկական եւ իսրայելական, այսինքն իսրայելա-հնդկական միասնական տեխնոլոգիական այսպիսի կամուրջ ձևավորելու մասին։ Ռազմաքաղաքական առումով այս այցը շատ մեծ նշանակություն ունի։ Հնդկաստանը ուրեմն միշտ աջակցել է Պալեստինայի հարցը իր ժամանակ, այսինքն պաղեստինցիքի կողքին է եղել, բայց վարչապետ Մոդին փոխեց իր մոտեցումը։ Եվ դա շատ նաև կարևոր է։ Վարչապետ Մոդին ռազմավարական հարաբերություններ ձևավորեց Իսրայելի հետ 2017 թվականից։ Դրանից հետո խորացնում են հարաբերությունները հենց բարձր տեխնոլոգիաների եւ անվտանգության ոլորտում։ Եվ պետք է ասել, որ հենց հոբ համակարգները, ռազմական տեխնոլոգիաները Հնդկաստանի համար առաջնահերթ նշանակություն ունեն։ Տարբեր մասնագետները միջազգային, այդ թվում հրեա, խոսում են նրա մասին, որ Թուրքիա-Պակիստանի համագործակցության ֆոնին Հնդկաստան-Իսրայել համագործակցությունը բնական է եւ անհրաժեշտ է երկու այդ կողմերի համար։ Հատկապես, որ Չինաստանը աջակցում է Պակիստանին, Հնդկաստանին նաև պետք է աջակցող եւ այստեղ Իսրայելը ունի այդ կարևոր նաև դերը։ Պետք է ասել, որ տարածաշրջանում եւս մեկ դաշինք կա եւ դրա մասին մենք ձեր հետ խոսել ենք, I2U2, այդպես է կոչվում, Իսրայել-Ինդիա 2, այսինքն երկու պետություն եւ U2, որովհետև երկու պետության Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Միացյալ Նահանգների անունները U-ով են սկսում երկուսն էլ, այսինքն Հնդկաստան, Իսրայել, Միացյալ Արաբական Էմիրություններ եւ Միացյալ Նահանգներ ձևավորում են այսպիսի համագործակցության շղթա, որը պետք է ներառի մենք սրա մասին ձեր հետ խոսել էինք, բայց հիմա ավելի մանրամասն ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ պարենային անվտանգության առումով համագործակցություն։ Այս պետությունները հասկանում են ռադիկալ իսլամի վտանգները եւ նաեւ տարածաշրջանում լոգիստիկ նոր կապերի ձևավորումը։ Թուրքիան, որը փորձում է հակաիսրայելական այս ճակատում ներգրավել Սաուդյան Արաբիային եւ Եգիպտոսին, դառնում է մեծ խնդիր եւ հաշվի առնելով դա այստեղ ձևավորվում է այսպիսի հակակշիռ։ 2023 թվականին հայտարարվել է IMEEC հնդկա միջերկրական ծով այսպիսի միջանցքի մասին, որը պետք է ներառել Միացյալ Արաբական Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Հորդանան եւ Իսրայել։ Բայց խնդիրը փոխում է, խնդիրը նրանում է, որ իրավիճակը փոխվել է։ Սաուդյան Արաբիան հեռացել է Միացյալ Արաբական Էմիրություններից եւ Իսրայելից եւ գիտեք, որ վերջերս սրվել էին հարաբերությունները նույն կոնկրետ Սաուդյան Արաբիայի Միացյալ Արաբական Էմիրությունների հետ Եմենում խոսքին, Սուդանում խոսքին, մենք խոսել ենք սրա մասին, եւ նույն այդ գործընթացում տեսնում ենք, որ Սաուդյան Արաբիան կարելի է ասել Իսրայելի հետ հարաբերությունների կայունացումից շեղվել է նաեւ Աբրահամի համաձայնությունները, որը բոլորը կարծում էին շատերը մի խոսքով, որ մաս կդառնա դրա կոնկրետ Սաուդյան Արաբիան, ապա հիմա իրավիճակը փոխվել է եւ կարծես դա այդպես չէ, հակառակը մոտենում է Պակիստանին եւ Թուրքիային։ Նետանյահուն շատ ակտիվ շարունակում է նաեւ իր շահերը քաղել այստեղից։ Այսինքն այն իրավիճակում, որ միջերկրական ծովում Կիպրոս, Հունաստան դաշինք է ձևավորում, այս ուղղությամբ Միացյալ Արաբական Էմիրություններ եւ Հնդկաստան կապը նաեւ շատ կարեւոր է իր համար։ Հնդկաստանը աշխարհի ամենախոշոր պետությունն է բնակչությամբ եւ Հնդկաստանի այսպիսի պրո-իսրայելական քաղաքականությունը ձեռ է տալի շատ Նետանյահուին։ Միևնույն ժամանակ պետք է ասել, որ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ համագործակցությունը այդտեղ նաեւ իր դերը ունի, որովհետեւ Միացյալ Արաբական Էմիրություններում Հնդկաստանից հսկայական քանակի աշխատուժ կա, արդյունքն մարդիկ ով այդտեղ աշխատում են եւ կապվածությունը այդ երկու պետության նաեւ հսկայական է եւ ել ավելի մեծացնելու մասին է իրականում խոսում եւ պատրաստվում։ Պետք է ասել, որ պաշտոնական նույն Ալ Ջազիրայի տեղեկատվությամբ այսպիսի
շղթա չի ձևավորվում, որը կոնկրետ պետք է հակամարտության մաս լինի, այսինքն սա դաշինք չի, բայց սա համագործակցության հատկապես ֆորմատի մասին է խոսքը։ Հիշեցնեմ ձեզ, հարգելի այրնակիցներ, որ Հունաստանը եւ Կիպրոսը Իսրայելի հետ կնքել են պայմանագիր իսրայելական 3.5 միլիարդ դոլարի հոբ համակարգերի գնման մասին, այսինքն այս համագործակցությունը ոչ թե անուններով է, այլ փաստերով է։ Եվ այստեղ էլ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ներկա են, որտեղ կա այսպիսի նաև քառակողմ ձևաչափ, դա Միացյալ Նահանգներ, Հունաստան, Կիպրոս, Իսրայելն է։ Այսինքն Միացյալ Նահանգները այստեղ ամենտեղ ներկա են։ Հիմա հարգելի այրնակիցներ, ամենակարևորը, որը վերաբերվում է անմիջապես մեզ, եւ ես խոստացել եմ ձեզ, որ սրա մասին առանձին կխոսենք։ Հայաստանը դարել է Հնդկաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ 2022 թվականից մենք մոտավորապես միլիարդ ու կես դոլարի պինակա համակարգներ են գնել, ռադարային համակարգեր, SWAT, հին հակատանկային համակարգներ, ակաշ հակաօդային պաշտպանության համակարգներ եւ հեռակա ուրեմն հրետանին նաեւ։ Հայաստանը տեսնում է Հնդկաստանին ինչպես կարևորագույն գործընկեր իր տարածքային ամբողջականության ուղղությամբ, որովհետև սա հյուսիս-հարավ ճանապարհի կարևոր մաս է, որը Հնդկաստանի համար կարևոր դեր ունի, բացի դրանից թյուրքական միության զարգացման սահմանափակող շղթա Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելով, որովհետև հենց Հնդկաստանի համար է խնդիր թյուրքական պետությունների ել ավելի հզորացումը, որովհետև Պակիստանը գիտեք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի շատ մոտ դաշնակիցն է, իսկ Հնդկաստանի համար թշնամի փաստացի։ Ուստի ճակերտներում Զանգեզուրի միջանցքը թույլ չտալու համար եւ TRIP ծրագիրը աջակցելու համար Հնդկաստանի համար կենսական նշանակություն ունի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները եւ ամրապնդել հայկական պետականությունը։ Այդտեղից է գալի, որ մենք Հնդկաստանի հետ կարողացել ենք այդքան խորացնել համագործակցությունը։ Զուգահեռ դրա մենք պետք է ասենք, որ Հայաստանը փորձում է Իսրայելի հետ բարելավել հարաբերությունները։ 2025 թվականի նոյեմբերին փոխարտգործ նախարարը Վահան Կոստանյանը այցելեց Երուսաղեմ, որտեղ որ հանդիպում ունեցավ նաև մի քանի ոլորտում եւ քննարկեց կոնկրետ ուրեմն հարցերը, բայց չնայած դրա մենք այստեղ ձեր հետ եւ փորձում էր առաջընթաց ապահովել, բայց չնայած դրա նույն այսպիսի կարևոր պարբերական Jerusalem Post-ը գրում է նրա մասին, որ հայկական սփյուռքը քննադատում է Իսրայելին եւ Ադրբեջանին աջակցության մեջ է մեղադրում։ Հիմա մենք այստեղ ձեր հետ միասին գիտենք, որ դա իրականում հայկական սփյուռքը չի անում։ Դա անում է հայ հեղափոխական դաշնակցությունը, իդեմս հայ դատի, որը անգլերեն կոչվում է Armenian National Committee of America, եւ որը գտնվում է Ամերիկայում։ Եվ իրանք այնտեղից տարածում են տեղեկատվություն, որ մեղադրելով Իսրայելին, բայց գիտեք, ուղղակի մեղադրում են, առանց որևէ օգուտ, այսպես էմոցիոնալ մակարդակով։ Ինչու՞, որովհետև դա ձեռ է տալիս մեր հակառակորդներին իրականում, որովհետև նրա փոխարեն, որ Իսրայելի հետ մենք աշխատենք, մենք Իսրայելին մեղադրում ենք, կարծես համարում ենք, որ Իսրայելը մեզ պարտք է, ինչ որ մի բան, այդպես չէ։ Եվ այստեղ իհարկե ես հաճախ խոսել եմ, շարունակում եմ խոսել, դաշնակցությունը KGB-ի գործիք է, որի նպատակն է Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները եւ Հայաստանի եւ Ամերիկայի հարաբերությունները թույլ չտալ, որ սերտանա, խորանա եւ զարգանա։ Այդ առումով մենք այդ խնդիրը իհարկե ունենք։ Պետք է ասել, որ այստեղ նաև մեր համար կարևորագույն դաշնակից է Կիպրոսը եւ Հունաստանը, եւ Իսրայելի մոտեցումը այդ առումով նաև մեզ շատ բանի մասին է խոսում։ Բացի դրանից, ուրիշ խաղացողները այստեղ Պակիստանը, գիտենք, որ մենք ինչ սրված հարաբերություններ ունենք, Պակիստանը ոնց է Ադրբեջանին աջակցել եւ աջակցում, ինչ ներկայություն ունի եւ այլն, այսինքն բացահայտ է այս շահերի համընկնումը։ Թուրքիան բացահայտ տեսնում է Հնդկաստանի եւ Իսրայելի համագործակցությունը ինչպես խնդիր։ Թուրքիան նաեւ կարելի ասել, որ տեսեք, հնդկական The Week պարբերականը նաեւ կոնկրետ հնդկական Համուդը գրում է Մոդիի այցը ուրեմն Երուսաղեմ, հիմա Իսրայել, դա կոնկրետ մեսիջ է Թուրքիային, որը Պակիստանի եւ Կատարի հետ միասին փորձում է հակահնդկական այստեղ իսլամական այսպիսի խմբավորում ձևավորի մի քանի պետությունից։
թուրքական վերլուծաբանները համարում են, որ Իսրայել, Հնդկաստան, Հունաստան, Կիպրոս ռազմատեխնիկական եւ տեխնոլոգիական համագործակցությունը կարող է փոխել տարածաշրջանում իրավիճակը ի վնաս Թուրքիայի։ Իսրայելական նաև վերլուծաբանները ասում են, որ այս այցը նաև ուղերձ է Սաուդյան Արաբիային եւ Եգիպտոսին, որ իսրայելական դաշինք մուտք գործելու անհրաժեշտություն չկա։ Բացի դրանից պետք է ասել, որ ընդհանուր առումով Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հարաբերությունները խորանալու ֆոնին, այդ թվում համատեղ պաշտպանության մասին փաստաթուղթ կնքելու հետո, որը 2025 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ, մենք կարող ենք նաև արձանագրենք, որ այդ փաստաթուղթը ներառում է այսպիսի գաղափար՝ մեկ պետության վրա հարձակումը նշանակում է երկուսի վրա հարձակումը։ Ինչը նշանակում է, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև պատերազմի դեպքում Սաուդյան Արաբիան կարող է պատերազմի կողմ լինել։ Եվ հաշվի առնելով այս ամենը, Հնդկաստանը իհարկե ընդհանուր առումով անհանգստացած է։ Մյուս կողմից Հնդկաստանը հիմա 2026 թվականի հունվարի 28-ին անցկացրեց առաջի ռազմավարական երկխոսությունը, ուշադրություն, Սաուդյան Արաբիայի հետ եւ ուղղակի փորձում է նաեւ բալանսավորել այս ուղղությամբ քայլերը։ Պետք է ասել, որ կան մարդիկ իհարկե Հնդկաստանում համարում են, որ այսպիսի մոտեցումը կոնկրետ ուրեմն Իսրայելի հետ կարա խնդիրներ բերի արաբական պետությունների ուղղությամբ, բայց բացի այդ պետք է ասել, որ Հնդկաստանը հաշվարկ է անում ուրիշ ուղղությամբ։ Հնդկաստանը հասկանում է, որ Իսրայելը դա Միացյալ Նահանգների դաշնակիցն է եւ կարևորագույն ռազմատեխնիկական գործընկեր է։ Հիմա ես ամփոփելով հարգելի այնակիցներ, այստեղ պետք է շատ կարևոր արձանագրում անեմ, շատ կարևոր, որ երբ համընկնում է մեր շահերը, մենք Հնդկաստանի հետ դաշնակից ենք, մենք Հունաստան, Կիպրոսի հետ դաշնակից ենք, մեր համար Միացյալ Արաբական Էմիրությունները կարևորագույն գործընկեր են, մնում է Իսրայելը։ Ես կոնկրետ այստեղ փաստերով հիմա ինչ քննարկեցինք ձեր հետ միասին։ Մեզ պետք է հնդկական զենքի զուգահեռ, այդ թվում Հնդկաստանը, որը իսրայելական տեխնոլոգիաներով զենք կարտադրի, այդ զենքը գնելու հնարավորություն, ինչին թույլտվություն պետք է տա Իսրայելը։ Բայց բացի դրանից, մենք իսրայելական զենքի այս շղթայի մեջ պետք է հայտնվենք։ Այո, հասկանում եմ, որ այսօր Ադրբեջանն է ավելի հաջողակ այդտեղ հայտնվել, բայց խնդիրը ինչու՞մ է։ Մենք չպետք է համարենք, որ հարցը զուտ նրա մասին է, որ Իսրայելն է նախընտրում սա։ Ոչ, Իսրայելի համար մեր այդ հարաբերությունները նաև շատ կարևոր են։ Համոզված եմ դրանում եւ գիտեմ դա։ Ուստի մենք պետք է Իսրայելի հետ զարգացնենք հարաբերությունները այն նպատակով, որ հասնենք նաև ռազմատեխնիկական հարաբերությունների։ Հայաստանը եւ Իսրայելը կարող են լինել դաշնակիցներ։ Իսրայելի համար թուրքական պետությունների կազմակերպության զսպված զարգացումը, Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումը իր սեփական կենսական շահերի մեջ է մտնում։ Ես սրանում համոզված եմ, սա ասել եմ նաև վերջերս իսրայելական լրագրող Նատանիել Տրուպկինին տված իմ հարցազրույցում ռուսերեն լեզվով, որը ալիքում կա, եւ նաև ուրիշ մի քանի իմ հրեա վերլուծաբաններին հարցազրույցներում եւ լրագրողներին։ Այսինքն ես սրանում համոզված եմ, պետք է աշխատենք, խորացնենք հարաբերությունները Հայաստան-Իսրայել էլ ավելի, սա շատ կարևոր է եւ Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը մեզ այստեղ իօգուտ։ Նարենդրա Մոդին էլ ինչպես հայ ազգի լավ բարեկամ կարա մեզ նաև օգտակար լինի, որ մենք ապագայում ինչու ոչ կազմակերպենք եռակողմ այսպիսի նույնիսկ հանդիպում։ Այո, տեսեք, Հնդկաստանը հնագույն ազգ է, ամենահին ազգերից մեկը։ Իսրայելը նաև ամենահին ազգերից մեկն է։ Հայաստանը նույնպես եւ իհարկե հույները ամենահին ազգերից։ Մենք քաղաքակրթության հիմնադիրներ ենք եւ այս առումով եռակողմ հանդիպում Հնդկաստան, Իսրայել, Հայաստան, եռակողմ հանդիպում խոսքին Հունաստան, Կիպրոսն ու Հունաստան հասկանալի է, Հունաստան, Իսրայել, Հայաստան, քառակողմ հանդիպում նաև շատ հետաքրքիր է եւ ես կարծում եմ, որ մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք։ Դանդաղ, մեզ արագ չի կարելի շարժվել, որովհետեւ խնդիրներ կան, իհարկե վստահության աստիճանը պետք է աճեցնել, բայց ամեն դեպքում սա շատ կարևոր եւ ճիշտ ուղղություն է եւ Նարենդրա Մոդին մեզ լավ օրինակ է տալիս, ինչպես կարող է քաղել օգուտ
այս հարաբերություններից։ Շնորհակալ եմ հարգելի այնագիտներ ուշադրության համար, կարծում եմ շատ կարևոր եւ հետաքրքիր վերլուծություն ստացվեց, իսկ հիմա ես առաջարկում եմ բոլորին ով չի դիտել անպայման շատ կարևոր վերլուծությունը, որը այսօր ես պատրաստել եմ, որը վերաբերվում է Թուրքիայի կողմից Իրանի տարածք ներխուժելու կոնկրետ օրակարգի մասին, անպայման դիտեք։ Շնորհակալ եմ։